Այս իմաստով մենք մոռացանք նաև նշել, որ բոլորին դեմի թիմում միայն նժարը եւ բոլորին դեմի չի, նաեւ մեր հին լավ ընկեր Մանասյան Հայգն է իր կուսակցությամբ հիմնադիր ազատական, մենք գնալու ենք, բայց մեկ կուսակցությամբ, մենք դաշինք ֆորմալ առումով չենք ֆորմալիզացնելու, այսինքն դաշինք չենք ստեղծելու, մենք գնալու ենք մեկ կուսակցությամբ եւ սա նաեւ այդ նոր քաղաքականության մեջ նոր մտնող ազնիվ մղումներ ունեցող մարդկանց միավորման տեսակետից կարծում եմ լավագույն տարբերակն է, որը կարելի է գտնել, արդյոք կա հնարավորություն, որ այլ ուժեր եւս միանան, իհարկե դռները բաց են, իհարկե մենք շարունակում ենք զուգահեռաբար խոսել, բայց բնականաբար դա միջև որոշակի ժամկետ, որովհետեւ ֆորմալիզացնելու տեսանկյունից մենք պիտի իրականացնենք որոշակի process-ներ, որոնք ժամկետներ են պահանջում, deadline-ներ ունեն, այս իմաստով իհարկե դժվար է լինելու։ Մենք անկեղծորեն կարծում ենք, որ կլինեն դեռ ուժեր, որոնք բարձր կգնահատեն կարևորությունը իրավիճակի, որտեղ շատերն են խոսում այսօր ճգնաժամային իրավիճակի էգզիստենցիալ վիճակի մասին, բայց չգիտես ինչի իմանալով հանդերձ, որ իրենք չեն կարողանալու հատել շեմը եւ իրենց ձայները փաստացի գնալու են հետո սատարելու Նիկոլ Փաշինյանին, այդ մարդիկ, այդ թիմերը կարծես թե ոնց որ թե ինչ որ անհասկանալի խաղ են խաղում ու անկեղծորեն ես օրինակ չի ուզենա այն մարդկանց հետ ովքեր ազնիվ մղումներ ունեն շատ երկար ճանապարհ ունեն անցած իրանց հետ այդ հակամարտության մեջ լինել ու ստիպված լինել նաև քննադատել քննարկել իրենց մասնակցության ճիշտ գնահատելը կան թիմեր որոնք հայտարարել են որ չեն մասնակցելու հենց այդ նույն տրամաբանությամբ որովհետև ճիշտ են գնահատել իրավիճակը իրենց իհարկե շատ շնորհակալություն հույս ունենանք որ իսկապես կկարևորեն խնդիրը ճիշտ կգնահատեն ու մենք կարողանանք շատ լուրջ մոտեցում։ Ես հասկանում եմ այն մարդկանց, ովքեր ասում են, որ անվանման մեջ խայպի այսպես էլեմենտ կա, մի տեսակ դժվարություն կա, մեզ համար էլ դժվարություն կար, մենք էլ ենք դա ընդունում, բայց գիտեք, մանրուքների հետևից հիմա անգնելու ժամանակը չի, հիմա շատ ճիշտ իրավիճակը գնահատելու, որոշումներ կայացնելու, լուծումներ ընդունելու ու այս վիճակից դուրս գալու ամենակարևորը Նիկոլ Փաշինյանի կործանարար այս process-ը կասեցնելու մեկ, երկրորդը դե գալ էլի իշխանության գոնե մի հատ մարդավարի մի բան սարքել հատկապես որ հիշեցնեմ մենք գալու ենք ընդամենը 100 օրով որտեվ սա էլ է մանիպուլացվում մենք գալու ենք 100 օրով եւ մեր վարչապետի տեխնացուն այլևս չի մասնակցելու ընտրություններին իր վրա ֆունկցիա դրվածնելու կազմակերպել հաջորդ ընտրությունները եւ երաշխիքա դա կարեւորագույն երաշխիքներից մեկն է որ այդ մարդը ինքը իր համար չի աշխատելու իր թիմի համար չի աշխատելու ինքը աշխատելու է որպեսզի արդար ընտրություններ մի անգամ արդար ընտրություններ լինեն եւ չվազվզեն այս երկրից այն երկիր իրենց կոնկրետ իրենց կուսակցության համար մի փոքր խմբակի համար բաներ հա բենեֆիտներ խնդրեն սատարում խնդրեն սա շատ կարեւոր process առնելու Հայաստանում առաջին անգամ եթե մենք կարողանանք մեր պրոյեկտը բոլորին դեմի միասին եւ Հայկի հետ միասին այս քայլը իրականացնենք կստացվի որ Հայաստանում իրապես առաջին անգամ տեղի կունենան ընտրություններ որտեղ օրվա իշխանությունները որևէ բացակայում պաշտոն զբաղեցնող մարդը հետաքրքրված չի լինելու իր թիմը որպեսի հաղթի սա իսկապես աննախադեպ իրավիճակ է լինելու այնպես որ կարծում եմ շատերը հատկապես փոքր թիմերը պիտի հետաքրքրված լինեն այս պրոյեկտը առաջ մղելու ու մանր-մունր տարերի բառերի հետևից չընկնեն նորից գործող իշխանություններն էլ փոխանցեմ որ եթե դուք սկսել եք անհանգստանալ եթե դուք սկսել եք խոսել բոլորին դեմի մասին ու մտքեր եք արտահայտում փակել, չփակել, գրանցել, չգրանցելու, չգիտեմ ինչ որ խոչընդոտներ ստեղծելու, նշանակում է դուք նաև ունեք տեղեկություններ այն մասին, որ բոլորին դեմեմ թիմը սկսել է շատ ավելի արագ, ավելի մեծ ինտենսիվությամբ ձայներ հավաքել, կողմնակիցներ հավաքել, շահառուներ ունենալ, այնպես որ Ժողովուրդ ջան, ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ շատ ճիշտ ենք անում, ժամանակը շատ քիչ է, դժվար է լինելու, երևի հարցերին, հա, եթե հարցեր կան Հա, միկրոֆոնը պիտի խնդրեմ Դրանք երկու զուգահեռ գործողություններ են, որոնք իրականացնում են, այսինքն մենք այսպես թե այնպես բոլորին դեմեմի հետ եւ հիմնադիր, այսինքն
ասենք դոկտոր Մանասյանի հետ զուգահեռաբար մասնակցում ենք ընտրության process-ին, այսինքն մենք նախապատրաստվում ենք ակտիվորեն process-ին, դա մի բլոկն է, բայց զուգահեռաբար մենք փորձում ենք նաև մեր թիմը շատ վաղուց արդեն սկսել էր խոսել այդ խնդրի մասին, որովհետև բոլորը հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը գնալու է խախտումների։ Բոլորը հասկանում են, որ այն դիմադրությունը, որը մենք ստանում ենք ժամանակին, այդ թվում օրինակ արևմտյան դիտորդներից, մենք այդ աջակցությունը որպես ժողովուրդ, որպես հանրություն չենք ստանալու, որովհետև բոլորին ձեռ է տալի կարծես թե Նիկոլ Փաշինյանը որպես տենց շատ հարմար ճկվող Հայաստանի ղեկավար, որը ամեն ինչին պատրաստ է, բոլոր հարցերում բոլորին պատրաստ է զիջելու։ Հետևաբար զուգահեռաբար այդ process-ները, բանակցությունները գնացել են, դրանք շարունակվելու են մինչև որոշակի этап կամ impeachment-ը կարող է տեղի ունենալ նաև այլ մինչև ընտրություններից հետո։ Այսինքն պետք է առավելագույն ողջամտությամբ առաջնորդվել, բայց մեզ համար օրինակ շատ կարևոր կլիներ, որ դա լիներ ընտրություններից առաջ, ինչու։ Ոչ թե տենց մոլուցքով, որ մի հոգի գա ու նստի այդ աթոռին, այլ որովհետև ընտրությունների անցկացման պահին ունենալ անկախ մարդ, ով կզբաղեցնի վարչապետի պաշտոնը եւ այդ բոլոր լծակները կլինեն իր ձեռքում ու ինքը վստահ կլինեն, բոլոր խաղացողները վստահ կլինեն, որ չի կեղծվելու ընտրությունները, մի թիմի համար այդ ամեն ինչը չի արվելու, դա կարծում եմ շատ կարևոր է եւ բոլոր, եթե պայմանավորված չեն իհարկե տարբեր կողմեր իրար մեջ ու պասերով չեն խաղում, իրենք պիտի հետաքրքրված լինեն, որպեսզի այս փոփոխությունը տեղի ունենա, իսկ ես հույս ունեմ, որ իրենց հայտարարությունները, իրենց մղումները շատ ազնիվ են, անկախ նրանից մենք քաղաքական ուղղվածության առումով իրար համախոհ ենք թե չէ, տարբեր ժամանակներում իրար դատապարտել, քննադատել ենք, բարիկադների տարբեր կողմում եղել ենք թե չէ, այս պահին խնդիրը հետևյալն է, ունենալ իրավիճակ, որտեղ ընթացիկ մոտակա ընտրությունները պիտի լինեն հնարավորինս արդար ու թափանցիկ։ Իսկ բանակցություններ իհարկե տարբեր ուղղություններով իրենք ընթանում են։